դրանից չեն առնել կառավարության բյուջեից են տալիս, կարող եք բացատրել։ Այո, վստահորեն կարող եմ, իրականում վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքում մենք արձանագրել ենք, որ հենց Երևան քաղաքը փաստացի պետական բյուջեի ֆինանսավորման տեսանկյունից թեր ֆինանսավորվողն է եւ այս պայմանությամբ ակտիվ քննարկումներ են գնում ընդհանուր բոլոր եւ սա միայն Երևանին իհարկե չի վերաբերվում, բայց Երևանին առանձնահատուկ կերպով ֆինանսական առումով Երևանը ինքը իր սեփական եկամուտները վերջին 3 տարիների ընթացքում փաստացի եռապատկել է, իսկ շարունակաբար կառավարության կողմից տրվող ֆինանսավորումը, պլանավորված տրվող ֆինանսավորումը նվազել է եւ նմանատիպ որոշումներով կարծում եմ նաեւ որոշակի բալանսավորում է իրականացվում, ինչեւ որ ինստիտուցիոնալ ավարտական լուծումներն ունենալը։ Եվ պարոն Ավինյան, Երևանի Երևան տոնակատարության համար ընդհանուր որքան գումար է ծախսվել, կարող Երևանի Երևանի համար կարծում եմ մենք ծախսել ենք մոտավորապես թիվը հստակ չեմ կարողանա ասել, բայց մոտավորապես նախորդ տարվա թվերից մի փոքր ավելին գումար եւ երբ որ ամբողջացնենք ամբողջ բացվածքով կտրամադրենք բոլոր լրատվականներին։ Եվ մրցույթների մասին, եթե հնարավոր է Նուբարաշենի աղբավայրում նոր վերամշակման գործարանի բարբերաբար հայտարարվում է, բայց այդպես է մրցույթը չի հայտարարվում ու մասնակիցները մտահոգություն են հայտնում, որ ամեն դեպքում հնարավոր չի գործարկել տեսակավորման գործարան, երբ առաջնահերթ տեսակավորում չի լինում, ձևական մի քանի աղբավայր կան տարբեր կառույցներում, բայց դրանք բավական չեն, մարդկանց Շատ լավ, Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ երբ խոսում ենք, ամենաառաջին արձանագրումը, որ պետք է անենք, Երևան քաղաքը ունի այդ խնդիրը արդեն իսկ 75 տարի։ Այսինքն 75 տարվա խնդրի լուծման մասին ես վստահ եմ նույնիսկ խորհրդային միության տարիներին ինչ որ խոսակցություններ եղել են, որ ինչ որ լուծումներ պետք է գտնենք եւ փնտրենք եւ գտնենք, բայց չեն արվել։ Մենք ինչ ենք անում հիմա։ Մենք զուգահեռ 3 ուղղությամբ ենք շարժվում։ Առաջին ուղղությունը մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, որի տրամաբանությունը ասում է հետեւյալը. հարգելի ընկերություններ, ովքեր որ ունեն փորձառություն աղբի վերամշակման գործարան կառուցելու կառավարելու մեջ տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար, որից հետո կամբողջացնենք եւ կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը։ Երկրորդ process-ը, որ իրականացնում ենք, տարածքային կառավարման նախարարության հետ ընդհանուր ֆորմատով միջազգային ֆինանսական մեր գործընկերների հետ փորձում ենք ճանապարհ գտնել կրկին նույն նպատակի համար եւ մենք շեշտել ենք որ ճանապարհով որ ավելի արագ եւ արդյունավետ կհասնենք լուծմանը մենք այդ ճանապարհով էլ գնալու ենք եւ երրորդ խնդիրը որը դրվել է նաեւ գործընկերների առջեւ այն է որ Նուբարաշենի աղբավայրի եղած աղբավայրի որոշակի այսպես ասած վերամշակման նախնական վերամշակման process-ի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք Պարոն Ավինյան, եւ դուք իրավապաներին եք մեր հետ կապված, ինչ նորություն կարող եք ասել, ով է դիտավորյալը։ Ես գիտեմ, որ process-ը ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են։ Ուզում եմ ասել նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է հիմք հանդիսացել այդ հայտարարության համար 3 process-ը տեղի ունեցել։ Առաջինը աղբավայրի կառավարումը մեկ մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը չեղարկել է այդ կառավարման բանը, պայմանագիրը եւ վերցրել է կառավարումը իր ձեռքը։ Երկրորդ, 2 օր առաջ միջադեպից որոշ անձինք որոշ բաներ են խոսացել աղբավայրում, որ շուտով ինչ որ բան է տեղի ունենալու եւ երրորդ ընդհանուր առմամբ իհարկե անմեղության կանխավարկածը միշտ պետքա հիշենք, պահենք եւ պահպանենք, բայց ուզում եմ նաեւ շեշտել, որ ընդհանուր առմամբ հիմա քաղաքապետարանը այնտեղ ամբողջական տեսահսկման համակարգ է դնում է սահմանափակումներ տարատեսակ ավտոմեքենաների մուտքի եւ բավական խիստ է լինելու այսուհետ վերահսկողությունը այդ հատվածում։ Այո, կան, վստահորեն կան։ Քաղաքապետ մի հարց ունեմ, ճապոնական ընկերություն կա ժամանակով 2010
10 թվականին ընկերություն կար ճապոնական, որը եկավ մասնակիցների դրեց, հիմա գնաց, այդ գործերը ինչ է դրանից։ Ինչ կա, բացահայտվեց, ինչ գնաց, ով խոչընդոտեց, որովհետև արհեստական խոչընդոտներ։ Ճապոնական ընկերության արված աշխատանքը շատ կարևոր էր, բայց կարելի է ասել ինքը իր մասշտաբով ուղղակի ցուցադրական աշխատանք էր, շատ փոքր էր եւ դա ընդամենը մի օրինակ է, թե ինչպես կարող է աշխատել։ Շատ կարևոր օրինակ է, բայց ամեն դեպքում այդ մանրամասները թե ինչի գնաց, ինչի չեղավ եւ մնացյալը ես կդժվարանամ ասել։ Դե տեսեք, ես որ ասում եմ, որպեսզի հասկանանք այս աղբի, այսպես ասած, չգիտեմ ինչ կոչեմ դա, բայց ամեն դեպքում այնտեղ ունենք պրոցեսներ, ունեցել ենք պրոցեսներ, որոնք որ ենթադրում են որոշակի ֆինանս են գեներացրել եւ այդտեղ շահեր են եղել եւ այլն եւ հիմա մենք ուզում ենք այդ ամբողջը ոչ թե ուզում ենք, այլ հիմա մաքրել ենք եւ բերում ենք օրինական դաշտ։ Երևանի քաղաքապետարանը Ես կարող եմ ասել հետևյալը. վերջին 3 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է ահռելի մասշտաբի չերևացող ենթակառուցվածքների կառուցում ամբողջ քաղաքում։ Դա լինի ջուր, դա լինի գազ, դա լինի էլեկտրականություն, թե դա լինի ինտերնետ։ Եվ երբ որ ասում եմ ահռելի, դա իրապես ահռելի մասշտաբների։ Այս աշխատանքը իրականացրել ենք մենք, իհարկե մեր գործընկերների նաև ներգրավմամբ, կառուցապատողների միության ներգրավմամբ, Հայրուց գազարտի, էլեկտրացանցերի, Վեոլա ջրի եւ մնացյալ բոլոր գործընկերների, եւ եթե խոսվում է Երևանի քաղաքապետարանի որևէ մեղավորության մասին, պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետարանը նորից երևի շեշտեմ խորհրդային միության տարիների հետո երևի թե ամենամասշտաբային ծրագիրն է իրականացրել ենթակառուցվածքների ավելացման մասով։ Սա մեկ։ Երկրորդը, Երևանի քաղաքապետարանը այսօր շինթույլտվությունները նամանավանդ խոշոր համալիր կոմպլեքսների տալիս է մի ձևով, դա ճարտարապետական խորհրդի հաստատմամբ։ 5 ճարտարապետներ են, իրենց ոլորտի մասնագետներ, ամեն 6 ամիսը մեկ ճարտարապետներից մեկը փոխարինվում է մեկ այլ ճարտարապետով, որ դեպքում ճարտարապետական խորհուրդը խոշոր համալիրների մասին եմ խոսում, 4-րդ ռիսկայնության, այսինքն բազմաբնակարան շենքեր եւ համալիրներ։ Ճարտարապետական խորհուրդը որ դեպքում իր մասնագիտական ուսումնասիրության արդյունքում տալիս է դրական եզրակացություն, դա նշանակում է դրական եզրակացություն, որ դեպքում չի տալիս, դա նշանակում է բացասական եզրակացություն եւ մենք դա չենք տալիս։ Ասեմ ավելին, Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարվա ընթացքում ներմուծել է տուրքեր ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար, որովհետև նախկինում ուղղակի տենց նախ կոռուպցիոն շատ մեծ ռիսկեր էր պարունակում, այդ ուղղակի այսպես ասած այդ թույլտվությունները տալը ճարտարապետական հատակագծային իրավունքի տրամադրման համար եւ նաեւ շինթույլտվության համար։ Երկուսի համար էլ նախորդ տարի միայն 24 միլիարդ դրամ գումար ենք հավաքել Երևանի քաղաքապետարանը։ Դրանից առաջ 21 թվականին, 20 թվականին, 22 թվականին այդ տողով հավաքվում էր 0 դրամ։ Պարոն Աբինյան, եթե դիտակ նախ նորքի հետ կապված ծեծկռտուքը, որ շինթույլտվության հետ կապված շուկայի շահրանն Հա։ Քաղաքապետարանից ընդունում են ռապորտի է, բայց ինչպես է շահրանում շինարարական աշխատանքները եւ երկրորդ անիվի հետ կապված ձեր առնչությունը մասնագետները քաղաքասարությունից ասում են, որ ձեր առնչություններ պետք է քննվի, հայ, կոռուպցիոն սկանդալին դրան ինչպես է քաղաքապետարանը։ Ես նոր նորքում ինքնակամ շինության հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Երևանի քաղաքապետարանը 7 անգամ ծանուցել է շինարարին, մերժել է ինքնակամ շինության օրինականացման իրենց հայտը եւ վստահորեն նաեւ Երևանի թիմ նոր օրենքով ստեղծված լիազորությունների շրջանակում գործելու է համապատասխանաբար, այսինքն
Շինարարություն հիմա որպես այդպիսին շինարարություն չի իրականացվում, այսինքն նման process ես ինչքան գիտեմ այնտեղ չի իրականացվում շինարարություն։ Այլ հարց է, որ սեփական տարածքում, որտեղ տեղեր կա, որ մենք չենք կարող մուտք գործել, հատվածներ կան, որ մենք իրավունք չունենք, բայց երթի փոփոխությունից հետո այդ խնդիրներն ենք լուծելու։ Ինչ վերաբերում է Անիֆին, գիտեք, ես թվեր եմ հրապարակել 3 ժամ տևած իմ մամուլի ասուլիսի ժամանակ կոնկրետ ֆինանսական թվեր, այդ քաղաքասարակության ներկայացուցիչներից որևէ մեկը ներառյալ հետաքննական լրատվականները թվերին անդրադարձ չկա, 0 անդրադարձ կա իմ բարձրաձայնած թվերին, որով կոնկրետ պնդումներ եմ արել ու հարցեր եմ բարձրաձայնել ու հարցականի տակ եմ դրել այդ ամբողջ այդ բանի թեզերի հեղինակների թեզերն եմ հարցականի տակ դրան անդրադարձ չկա, ինչ որ տենց գիտեք անցալ, ասենք կնոջ ընկերուհին բաներ, իրանք ասենք 7 ամիս առաջ չէին ծանոթացել 1 տարի 3 ամիս առաջ չէին անլուրջ, գիտեք ես երբ որ այո հարցակնվել եմ ամբողջ տվյալները եւ տեղեկատվությունը տվել եմ, գիտեք ես ուզում եմ մենք բոլորս մեր աշխատանքը հարգենք։ Ես ուզում եմ, որ եթե որևէ մի լրատվական իրեն փաթեթավորում է որպես հետաքննական, իրապես զբաղվի հետաքննությամբ։ Ես արդեն ասացի, էլի մոտավորապես իմ վերաբերմունքը կարակ չմեջ բերեք։ Հա, հələ ասեք, հələ Լավ Ժորժ ջան, դուք լուրջ եք ասում։ Ուրեմն, չէ, բայց իրականում դուք լուրջ այս հարցը տալիս եք, այսինքն վարչապետը ասում է կուսակցականներին, ասում է հարգելիներս խնդրում եմ մասնակցեք մեր կուսակցական հանրահավաքին, առաջարկեք ձեր ընկերներին, հարազատներին, մեր կներեք մի րոպե, համակիրներին եւ հստակ շեշտում է ասում է բացառել վարչական ռեսուրսի կիրառումը։ Ժորժ, հիմա կներեք, դուք խոսում եք վարչապետի հայտարարության մասին, խնդրում եմ մի քիչ ավելի շատ խոսեք եւ գովազդեք եւ այդ թափանցիկությունը եւ ազնվությունը թող բոլորը իմանան։ Այլ տեսեք յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր մարդ ես բացառում եմ որ իմ ենթակաները վարչապետի կոչը կամ որևէ մեկը մենք այդ վարչական ռեսուրս կիրառելու լինեինք այդ ընտրությունների ժամանակ կկիրառեինք էլի Գուցե չէ բաշարել նախկին արդեն խաղապետ Ռազմիկ Մկրտչյանի հետ դուք խոսակցություն ունեցել եք եւ արդյոք դուք եք իրեն ողջորել որ քաղաքացիական պայմաններից հեռանա եւ ընդհանրապես Տիգրան Մակարյանին ենթադրաբար ծեծի ենթարկելու վերաբերյալ հետ խոսել եք եւ այս նորանշանակ խաղապետը ինչով է արժանացել Շենգավի խաղապետ նշանակվելու Տիգրան Գաբրելյանի մասնակցությունը, որովհետև ինքը Շենգավի վարչական շրջանից չէ եւ նաեւ բնակիչների դժգոհություններն Տեսեք, ես իրականում առհասարակ առաջնորդվում եմ մարդու արդյունքի եւ արդյունքի նկատմամբ արդյունքին հասնելու նպատակասլացությամբ առաջին հերթին, երբ որ անում եմ որևէ նշանակում, ինչ վերաբերում է պարոն Մկրտչյանի հետ խոսացել եմ թե ոչ, այո խոսացել եմ, չեմ հորդորել իրեն որևէ բան անել, պարոն Մկրտչյանի հետ ունեցել ենք խոսակցություն միջադեպի վերաբերյալ, ես հայտնել եմ իմ վերաբերմունքը, բայց նաեւ ուզում եմ միանշանակ, բայց ուզում եմ նաև հատուկ շեշտել, որ այս միջադեպից անկախ, որը իր ընթացքով իրավական ընթացք ունի գնում է, նաև ուզում եմ գնահատել իր արած աշխատանքը վերջին 7 տարիների ընթացքում, որովհետև իրականում ես էլ իր հետ աշխատանքում մեր վերջին տարիների ուղղակի կարող եմ միայն դրական ասել աշխատանքի մասին։ Պարոն Անունյան, եւ դուք մասնակցել եք Կիրակի օրը Հուզանավանքում հաղթարակին, որի նաեւ Նիկոլ Փաշինյանն է գնալու եւ սատարելու կարգալույց եղած հոգեվորականին եւ ընդհանրապես Վեհարանի վերահարձակմանը
դուք եք հնարավոր մասնակցելու եւ վերապարային դուրս։ Ես կասեմ հետեւյալ, ես իհարկե ցավոք Կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, բայց ես մեծ հաճույքով կգնայի եւ կմասնակցեի այդ պատարագին։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։